Օնլայն տաքսու վարորդները շուրջ 2 օր ստորագրահավաք իրականացրեցիք ձեր պահանջները ներկայացնելու։ Այսօր կառավարություն եք այդ պահանջները հանձնում։ Ընդհանուր առմամբ կասեք, քանի ստորագրություն հավաքվեց, արդյունքներից գոհ եք, թե ոչ, ինչպես նաև մարզերից օնլայն տաքսու վարորդները միացան, թե ոչ։ Մարզերից որոշ մարզերը միացան, որոշ մարզերը միացան։ Որ մարզերը։ Հոկտեմբերյանից, Լեննականից։ Ինչու ոչ բոլոր մարզերը միացան։ Եվ կամ է հեռու այլ չեն եկել։ Ընդհանուր Կաղոց ստորագրությունով եկել են, ստորագրել են, գնացել են, որտեղ տարբեր տեղերից ստորագրում էին։ Հիմա 800 ստորագրություն ունենք։ Ինչպես է գնահատում այդ ակցիան ըստ էության կայացավ, ձեր պահանջները հաշվի կառնվեն, թե ոչ։ Իհարկե հաշվի պիտի առնեն, ուզած չուզած, եթե հաշվի չառնեն, այս 800 ստորագրությունից ավելի շատ ալնելու, մարդիկ ոտի են ավելի շատ ելնելու, քանի գնում է ակցիան ամեն տեղ տեղյակ են ելնում, պրոստը ժամանակը քիչ է, 2 օր, 3 օրում դու չես կարող 120,000 աշխատող ունի, 120,000 ժողովրդին տեղյակ պահես։ Ակցիայից եւ ստորագրահավաքից հետո արդյոք Yandex ընկերությունից խոսեցին, չխոսեցին ձեզ հետ, տնօրինությունը ձեզ հետ հանդիպեց, թե ոչ։ Ոչ մեկ չհանդիպեց, մենք է 27-ին հավաք ենք անելու բոլոր վարորդներով Yandex-ի հենց օֆիսում, իր գլխավոր մասնաշենքում։ Այսինքն բողոքի ակցիա եք անելու։ Այո, 27-ին։ Ինչ պահանջներով, ինչպես է այդ ակցիան իրականացվելու։ Պահանջները նույնն է, տոկոսները իջացնի Yandex-ը ընդհանուր տոկոսներով, պետ գույքով, 5% պետությունն է գանձում մեզի, 5%-ը թող Yandex-ը գանձի ու մեզի պետականացնեն Yandex-ի։ Մենք պետությանն ենք ու պահանջը ներկայացնում, որ մեզի պետականացնեն 5%-ը ինչի համար են գանձում, եթե պիտի պետականացնեն։ Ու Yandex-ին է ուզում ենք տոկոսները իջացնի 5%։ Օբշի 10%։ Ասա որ մենք հանդիսանում ենք տաքսու վարորդները օնլայն հանդիպեցին Արսեն Թորոսյանի հետ, նաև առողջապահության նախարարը ասաց, որ ուրախ է, որ նման ցանկություն են հայտնել եւ նշեց, որ քննարկում են, որպեսզի օնլայն տաքսու վարորդները եւս առողջապահության ապահովագրության համակարգում ներառվեն մինչեւ եկող տարի հունվարի 1-ը։ Սա ինչպես է գնահատում եւ արդյոք դուք եղել եք այդ հանդիպումներից Արսեն Թորոսյանի հետ հանդիպել եմ, նա խոստացավ, որ մարտի մեջ մեծ լայնամասշտաբ վարորդների հետ կհանդիպի, մենք այդ ընթացքում 6 վարորդ էինք, հիմա խոստացան մոտ մի 20 վարորդի հետ հանդիպի ու որոշումը իրանք ասեն արդեն։ Ինչու մարտին եւ ինչ է ըստ քննարկվելու ձեր այդ կետերը, ինչ է հստակ ներկայացրել եւ Թորոսյանը ինչ պահանջ է, ինչ պատասխան է կոնկրետ ձեզ տվել։ Պիտի քննարկեն իրանք, ասին քննարկենք, ձեզի պատասխանը կասենք, հենց մարտի մեջ պատասխանը մեզի կասեն։ Գոհացնող էր նախարարի հետ հանդիպումը, Ավանեսյանի այս հայտարարությունը, հույսեր ներշնչում է որևէ փոփոխություն կիրականացվի։ Հույսեր չգիտեմ, ես չգիտեմ, սաղին ասել եմ, ով որ հայրնասերա, թող այս գործով զբաղվի, ով որ հայրնասերա, թող մեր կողքին լինի վարորդների, չէ որ մենք հայ վարորդներս ենք, 120,000 հոգի աշխատող ուժուրա ու այսօր ոչ մի տեղը գնահատված չենք, ու մեր երկրում ինչ որ կազմակերպություն եկել է ու չարաշահումա վարորդներին խաբում է, ու այդ ամենը թղթաբանությանով ուղարկել ենք Արսեն Թորոսյանին, սաղ տեղերը ուղարկել ենք, հիմա վարորդների ստորագրությունը պիտի տանք նախարարին, տենանք արձագանքները, եթե արձագանքները չլուծվավ, վարորդները քելնեն ոտի արդեն։ Հիմա ոնց որ ասած վարորդները մի քիչ հանգստացել են, ոնց որ ասած հələ սպասում ենք նախարարի արձագանքին։ Արսեն Թորոսյանի։ Արսեն Թորոսյանի, մեկ է Նիկոլ Փաշինյանի։